Եթե մի կաթիլ թույն կաթացնենք մի մեծ ամանի մեջ մարդիկ խմեն, ինչ կանեն։ Կմահանան, չէ՞։ Մարդը մեկ կաթիլից է մահացել, թե 2 կամ 10 կաթիլից, էական չի, մարդը մահացել է, չէ՞։ Այնպես էլ սուտ խոսքը կարող է մարդուն սպանել, սիրելիներ։ Երբ որ Հիսուսը մեզ գրած է մի սպանիր մեզ ֆիզիկապես սպանելը չէ, դանակով կամ զենքով մեկին կրակել սպանելը չէ։ Մարդուն դու կարող ես սպանել խոսքով։ Այսինքն մարդուն երբ որ նվաստացնես, դու մարդուն կարող ես սպանել բարոյապես, իրեն փչացնելով, իր մեջ մեղքեր տարածելով։ Եվ վերջապես մարդուն դու կարող ես սպանել որտեղ քո մտքով։ Քո մտքի մեջ մարդուն ամեն օր կարող ես սպանել։ Նույնը շնության մեղքը, միայն ֆիզիկական հարաբերությունը չէ շնություն։ Շնությունը նաև ցանկանալը։ Հիսուս մե գրված է մի շնացի, ես ձեզ ասում եմ, ով որ տեսավ կնոջը եւ ցանկացավ, արդեն շնացել է։ Այս մտնել այնքան անպատկառ է, ստեղ էլ հա կարող է շնանալ, բայց ոչ ոք չտեսնի քեզանից բացի։ Ուրեմն սուտը, որ բերում են, որ դու մեղք չես գործում, սա բնական է, սա պիտի լինի։ Շատերը այդպես են ասում։ Հատկապես տղամարդիկ, երբ որ գալիս են շնացած, խոսում եմ իրենց հետ, ասում են, դե բնական է, ոնց կարող ենք դեր, բնական չէ։ Աստված սկզբից արու եւ եկես մեկ կին, մեկ տղամարդ։ Չի ստեղծել տարբեր կանայք, որ տղամարդիկ գնան ինչ որ մի բան